արձանագրեցի, որ ժողովրդի տրամադրությունը նույնպես շատ բարձր է, չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք, Ժողովուրդ ջան, բայց մի բան էլ ասեմ, էլի։ Չի լինելու տենց վիճակ, որ խնդիր չունենանք։ Եթե մեր նպատակը է դա, դա սխալ նպատակ է։ Չի լինելու տենց վիճակ։ Այսօր աշխարհում չկա գետ մի երկիր, որտեղ խնդիրներ չկան, ընդ որում կյանքը է դա։ Կյանքը է դա։ Ես էլի եմ ասում, դա էլ է կարևոր արձանագրում։ Երբ որ մի խնդրեմ լուծում ես, էլի այդ օրինակը ես շատ սիրում եմ։ Երբ որ մի խնդրեմ կա, որը չես լուծե, քո սեղանին, քո օրակարգում մնում է այդ մի խնդրեմը, մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի, 10 տարի, 20 տարի, 30 տարի։ Հետո երբ որ այդ խնդրեմը լուծում ես, թվում է թե դա հաջողություն է։ Բայց այդ խնդրեմի ու դա հաջողություն է, բայց այդ խնդրեմի լուծումից հետո գալիս է առաջանում է 3 նոր խնդրեմ, որը պետք է լուծես։ Հիմա եթե դե 3 խնդրեմները չլուծես, սեղանիդ էլի մնալու է 3 խնդրեմ։ Մի տարի, 2 տարի, 10 տարի, 30 տարի, բայց այդ խնդրեմները լուծես, ամեն լուծած խնդրեմ իր հետ բերելու է 3 խնդրեմ։ Այսինքն խնդրեմի առկայությունը, խնդրեմի ի հայտ գալը եւ դրանց հետ առնչվելը, դա է կյանքը եւ զարգացումը, ուրիշ մոդել չկա կյանքի եւ զարգացման։ Հետևաբար խնդրեմներին ես առաջարկում եմ 2026 թվականի հունվարի 1-ին պայմանավորվենք մի բան։ Եկեք խնդրեմներին վերաբերվենք որպես մեր կյանքի առօրյայի մաս, որով մենք ուղղակի պետք է զբաղվենք։ Եթե այդ խնդրեմները չլինեն, որով մենք պետք է զբաղվենք, մեր կյանքը կլինի անհետաքրքիր եւ անիմաստ, որովհետեւ հենց բանականության, գիտակցության, քաղաքակրթության նպատակները խնդրեմներ լուծելն է, որովհետեւ քաղաքակրթությունը ինքը նաեւ խնդրեմներ ստեղծող երևույթ է։ Քաղաքակրթությունը ինքը զարգացումը խնդրեմներ ստեղծող երևույթ է։ Բայց քաղաքակրթությունը եւ զարգացումը խնդրեմը լուծում ես, ուրիշ խնդրեմ է գալիս, լուծում ես, ուրիշ խնդրեմ է գալիս եւ այդպես շարունակ։ Հիմա էլ երկարումա կներեք։ Ինչ ասեմ, ասենք մենք երբ որ դպրոցի կառուցման խնդիր ունեինք, ասենք օրինակ, ֆինանսական միջոցների խնդիր կար բյուջեն, խնդրեմ էր, լուծեցինք այդ խնդիրը։ Հետո եկավ երկրորդ խնդրեմը, բա ինչպես կառուցենք, ինչպես կազմակերպենք այդ ծավալի աշխատանքը։ Եվ այդ ընթացքում շինարարության որակի խնդիրներ ի հայտ եկավ։ Եվ այդպես շարունակ։ Հիմա շինարարության որակի խնդիրներ լուծեցինք, 300 դպրոցը կառուցում ենք, կավարտենք 2026 թվականին, եւ պարզվեց 300 դպրոցը մեզ անհրաժեշտ է ընդամենը 20%-ն է, եւս 300, Հայաստանի բոլոր դպրոցները ըստ էության պետքա կամ նորը կառուցվեն, կամ հիմնանորոգվեն, կամ եւ այդպես շարունակ։ Նկատի